Բարև ձեզ։ Հա, փանգում ենք։ Ֆոնքսիկ։ Ես Դավիթ եմ դուք։ Տիգրան։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Բերեք ծաղիկները ուր են։ Շնորհակալ եմ։ Ծաղիկները վերցրեք։ Իսպիտանին անցավ, հա? Տիգին Սեդա, ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Ձեր կանխատեսումների համար։ Համատախավ, որ ձեր կանխատեսումներ։ Արի մոխտեր։ Ամբարձում Կարապետյան, ընձի աջակցած ամեն ինչում։ Ես շնորհակալ եմ։ Իմ կողքին մտերիմ մարդիկ։ Տիգին Սեդան, իմ պահապան հրեշտակ Զարուհի Փոստանջյանը։ Բոլոր են աջակից մարդիկ։ Բոլորին շնորհակալ եմ։ Ովքեր որ միտ հետև նումա են ունեցել այս գործի մեջ, ամբողջ աշխարհի մարդիկ, ես լռեցի մի ամիս, իրենք իմ փոխարեն խոսեցին։ Իրենք չկարողացան իմ բերանը փակել։ Իմի հեշտ է եկել է նրան, որ ովքեր որ ինձ էստեղ են ուղարկել, ես եմ իրենց այդտեղ ուղարկելու։ Արտարությունը մեկն է։ Ինչպես ասում է Սաղմոսում, ասում է 118-րդ Սաղմոսն, ասում է Աստվածին, դու ինձ ուշ դուր չդատարեցնեմ ճշմարտախոսությունը, որովհետև ապավինում եմ քո արտար Դադաստանին։ Ես այդ արտար Դադաստանին եմ ապավինում։ Ամեն։ Ոչինչ, ես հիմա մի քիչ նիհարած եմ ուժերս տեղը, չէ, բայց ամեն ինչ նոր է սկսվելու եւ ես խոստանում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ինձ այստեղ մեկ ամիս պահեցին, իրենք են գալու այստեղ։ Տեղերը ես պատրաստել եմ, խցերի տեղերն կասեմ։ Այսքանը շնորհակալ եմ աշխարհի մարդկանց, բոլոր նրանց, ովքեր որ իմ ընտանիքի հետ, իմ հարազատների հետ տառապել են, կրսկիծ են ապրել, հավատացել են իմ անմեղությանը, հավատացել են, որ իմ գլխուն սարքել են, ես ձեզ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Գյումրու քաղաքապետին, Վարդան Ղուգասյանին, առաջի աջակցողներից, Գյումրու Ավագանուն, բոլոր ֆրակցիաներին, Մարդուն Գրիգորյանին, Ռուբոյին Մխիտարյան, որ այնուամենայնիվ, բայց դժվարությամբ ստորագրել է այդ աջակցությունը։ Շնորհակալ եմ Կարենին Սիմոնյան, Աբրեկտուկ, շնորհակալ եմ ազգային ժողովին 6-7 աղջիկ պատգամավորներին, Ագնեսային Խամոյան, Քրիստինեին Վարդանյան, Էլինար Վարդանյանին, չմոռանամ Արեքնաս Մանուկյանին, Արմինե Խերանյանին, Բոլորը, Արմինե Ադիպեկյանին, Կայանե Շագոյանին, Լևոն Պարսեղյանին, որ մենք ունենք նույնիսկ հաղապարական տարաձայնություններ, բայց էլի երաշխիք կանգնեց ինձ։ Բոլոր են մարդկանց, Զառա Համբարձումյան, են բոլոր հկներին, ովքեր որ ինձ աջակցել են, չիմանալով ինձ, չճանաչելով ինձ, ուղղակի հավատալով իմ անմեղությանը եւ նրան, որ իմ գլխուն սարքել են։ Եվ իհարկե իմ պահապան հրեշտակին Զարուհի Փոստանջյանին, որ միշտ փորձեցին հեռու պահել այս գործից, միշտ իմ մամային, իմ քերոջը, իմ ընտանիքի նորանդամը Թարել Զարուհի Փոստանջյանը։ Ես իմ քերոջը ասել եմ, մեծից մեծ քույրս է, իմ բների, ավամի քերոջը, Ես հացագործ չեմ և ոչ էլ խուլին եմ